Շրջականը տարա էլի, ասենք, մեկ ձայնը ասեք, իրանք հաղորդ են, ասենք, վերևը։ Սենատը զգալի, որ ոչ մեկից խաբար չկան, ինչ է կատարել։ Հենց նես փակվել է հավատը։ Այդ գործարանի պատմության մեջ հենց բան չէ, հենց դեպք որ փակեն 23 տարի աշխատում եմ, այսքան ժամանակ դες բան չէ։ 23 տարվա մեջ առաջին անգամա որ սեծ գործարանը Եկել է հարկային էլ եկել, ստուգողներն են եկել, բայց ոչ մի անգամ չի փակվել զավոդը։ ու անորոշության մեջ ենք։ Այդ է վատը։ եկել էին էլի, դրանից մի 10 օր առաջ էին եկել ստուգումներ անում։ Ով ա մեղա, որ այդ ժողովուրդը ինչ անում։ Այսինքն մինչև պարոն Ծառուկյանին կալանավորել է, ստուգումներ եղել են։ Հա, ստուգումներ եղել են, մի 6-7 ավտոյով եկել են, ոստիկաններ են եղել, չգիտեմ, մասկե, հա, ֆորմեկով ածը երևի չգիտեմ։ Չի խանգարը մեր աշխատանքին, աշխատել Եկել ստուգել են, տեսել են ամեն ինչ նորմալ է։ Խաղվելուց 10 օր առաջ եկես ստուգել են։ Բայց հիմա անորոշ Աշխատությունով, Հիմա չենք իմանում։ հատատ աշխատողներին հարց ու փորձով սա արել են, գնացել են։ Հետո թե ինչ խնդիր կտան, այդ ժամանակ եթե խնդիր կար, თუ ասեն խնդիր կա, հիմա ենք փակում։ Գնացել են 10 օր հետո օբշի 72 հիմնարկ մի անգամից։ Այդպես բան են անում։ Ստուգումը կամ թո 5 հատը փակեին, ստուգեին, բացեին այն մյուս 5-ը։ Ոչ թե 7-8 հոգի աշխատողին անեն գցեին դուս անույս ու ոչ մեկ ոչ մի պատասխան չտա դրա համար։ Ոչ մեկ չգան, ասեն 2 օրից կլինի կամ 5 օրից կլինի, անույս է ժողովուրդն ինչ անեն։ Եկուս չեմ իսօր իմ մուծման օրնա բանկը, ես որ չմուծեցի ինձ գցելու է սեփսուտակ, 6 հատ ես ամեն բարկում 6 հատ վարկ ունեմ։ Ոնց մուծեմ, կոմունալից վճարման օրերն է, 3 օրից հոսանքը եթե չվճարեմ, ամսու 18-ին հոսանքս անջատվում է։ Այս շոքին, ոնց ենք ապրում։ Էլ եմ ասում, այս աշխատողների, ընտանիքների, եկամուտների 70%-ը էս է, ստեյց է։ Կարող է կողմնակի կողից մեկը մի հատ թոշակ, մի հատ էս բան դրանով մի թեթև, բայց դրանով կարան ապրեն 8 հոգանոց ընտանիք ունեմ ես։ Ախպեր թողան ասել 10 օրից տնելու է ժողովուրդ ջան, հարցերը կլուծվի, ամեն ինչը կպրծի, 10 օրից կգա գործի, կբացենք։ Թողան ասեն մի ամսից ալնելու։ Գոնե տենանք ինչա մենք մեր գլխի ջարը տենանք։ Ոչ ճակ սպասենք, կարող է 5 օրից լինի, կարող է 3 ամիս հետո լինի։ Հաստատ մի շաբաթ էլ որ չաշխատենք, սաղի վրա ազդելու է։ Հաստատ։ Էլ եմ ասում, մեր աշխատավարձի ստանալու ժամանակներ մենք հիմա պետք է արդեն ավանսը, աշխատավարձի կեսը ստացած լինեինք չկա։ Ու սաղ այդ աշխատավարձը հատած ցանկացածի մոտ հաշված է, թե այդ աշխատավարձը ինչ ծախսերի համար է նպաստելու։ Ամենակարևորը հոսանքը Հայրիկ դուք ինչ եք աշխատում ընկերությունում։ Ամեն ինչն կարևոր է։ Ինչ ես աշխատում։ 70-75% աշխատողները վարկերի տակ են։ 15-ին 16-ին արդեն կոմունալը պիտի մուծվի, բայց մենք ոչ մի կոպեկ չունենք մուծելու համար։ Մեր աշխատավարձի կես ամենաուշը մեր հիմնարկը ամենաուշը 10-ին 11-ին նստեցնում էր։ Ու մենք կարող ենք արդեն հարմարվել ենք։ Իսկ հիմա չկա։ Ու հույս էլ չունենք կլինի թե չլինի։ Եթե հաշվապահությունը փակ է, սա համակարգիչները արգրավի վերցե գնացել են, այս մարդիկ ոնց փոխանցեն մեր փողերը։ Էլ եմ ասում, կանխիկ չէ, որ իրանց ջեբից անեն, կանխիկ տան, տեսնեն հետո ինչ կլինի։ Փոխանցումներով է սա։ Մեկանակ գործանում, ինչ գործունեություն եք ծավալում։ Ես փականագործ եմ, Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցիներ շատ կան։ Սաղը սև վարձով ենք ապրում։ Հիմի որ աշխատավարձը չստանաք, սեփական տուն չունեք, բան չունեք, ինչ ենք անելու։ Տանտերին ինչ պատասխան տանք։ Ուր տե գնանք։ Այդ հարցի մի դրական լուծում տվեք։ Մեզ հետաքրքիր չի իրանց քաղաքական, ազնական հաշիվն են, вообще հետաքրքիր չի։
Բայց փաստացի այդ քաղաքական Դա չգիտեմ։ խնդրի արդյունքում դուք եք։ Մենք ենք դժում, ամեն գործ չունենք դրել։ Եթե քաղաքական չլիներ, այս 8 տարի մեր պարոն Փաշինյանը ղեկավարում էր։ Թո այդ 8 տարվա մեջ գեր ստուգում աներ։ Հենց խի եկավ այս քաղաքական այս ընտրություններից հետո նոր սկսեցին արդեն սենց համատարած սաղ փագեցին ու ստուգում են անում։ Այդ 8 տարի ժամանակ ունեին, թո հերթով այդ 75-ի հիմնարկի այդ 8 տարում ստուգեին։ Ոչ թե մի անգամից փագին, սաղ է ժողովրդին թողին սենց անույթ վիճակի մեջ։ Կարելի ասած Հայաստանի մասշտաբով ուրիշի նորմալ աշխատատեղ չկա։ Չկա էլ։ Ինչ ան։ Այդքան Հայաստանի աշխատատեղերի, եթե ոչ 25-ից 30%-ը մուլտիգրուպին է, դե պատկերացրեք ինչքան ժողովուրդ ու դրանց հետ կապված ինչքան հիմնարկներ կան, որ հնարավոր չէ 70 հիմնարկի հետ ուրիշ հիմնարկներ կապված չլինեն։ Եթե կանգնած է, ուրեմն մնացած սաղներ կանգնելու են։